Հակահարցակի տաղավարին հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ քաղաքագետ Շուշան Զաքարյանին, նրա հետ խոսելու ենք Իրանում տեղի ունեցող իրադարձությունների ու Հայաստանի վրա հնարավոր հետևանքների ազդեցության մասին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ ուզում եմ ասել, որ շատ մեծ ցավ եմ ապրում այն ամենի համար, ինչը տեղի է ունենում մեր հարևան երկրում, քանի որ մենք ականատես ենք լինում ոչ միայն ռազմական օբյեկտների թիրախավորմանը, այլ դպրոցների, դպրոցների, հիվանդանոցների թիրախավորմանը։ Մերձավոր Արևելքում, ավելի կոնկրետ Իրանում այսօր տեղի ունեցող եւ ժամ առ ժամ սրվող ռազմական գործողությունները ոչ թե մեկօրյա կամ մեկ գործողության հետևանք են, այլ ունեն իրենց նախապատմությունը։ Մենք դեռ շատ երկար ժամանակ ականատես էինք լինում մեկ կամ մի քանի օր տևող ռազմական գործողություններին, որոնք ի վերջո հանգուցալուծվում էին, կարծես թե հանգուցալուծվում էին, սակայն իրականում դա այդպես չէր, եւ այդ ամենի արդյունքը մենք տեսնում ենք այսօր։ Իրանում տեղի ունեցող դեպքերը ժամանակի ընթացքում կուտակված հակասությունների ու լարվածությունների, միջուկային ծրագրի շուրջ ճնշումների, պատժամիջոցների, ինչպես նաև Իրանի տարածաշրջանային ազդեցության սահմանափակման արդյունք են։ Հարկ է նշել, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները, պատերազմական գործողությունները իրենց ուրույն հետևանքն են թողնելու ռազմական, տնտեսական, աշխարհաքաղաքական եւ քաղաքական կոնտեքստներում։ Այս ամենի ֆոնին շատ կարևոր է նշել, որ իրադարձություններում կտրուկ փոփոխություն մտցրեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը, քանի որ այս իրավիճակում ներիշխանական վերադասավորումների ընթացքը արագացավ եւ նոր առաջնորդի ընտրության գործընթացը, որն իրականացվում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, որն իրականացվում փորձագետների ժողովի կողմից, ավելի մեծ թափ ու հնարավորություններ ստեղծեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համար, այսինքն նրանք ավելի մեծ ներգրավվածություն ունեցան գործողություններում եւ դա էլ հանգեցրեց, որ ռազմական գործողությունները դառնան ավելի կոշտ, այսինքն մենք ականատես եղանք կոշտ ռազմական գործողությունների։ Սրա վառապացույցն այն է, որ մեկ օրվա ընթացքում մոտավորապես 1 տասնյակ հրթիռային հարվածների ալիք իրականացվեց Իրանի կողմից, ինչի արդյունքում խոցվեցին տարբեր երկրներում, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրությունների շատ քաղաքներում տեղակայված ԱՄՆ ամենատարբեր ենթակառուցվածքները, ռազմանավեր, շենքեր, որտեղ գտնվում են ամերիկյան զինվորներ եւ այլն։ Խոսելով ստեղծված իրավիճակի հնարավոր հանգուցալուծումների եւ ելքերի մասին, կարելի է առանձնացնել 3 հիմնական հետևանք։ Առաջին եւ թերևս ամենակարևորը անվտանգային միջավայրի երկարաժամկետ ռազմականացումն է։ Այսինքն, եթե կողմերը այս նույն ինտենսիվությամբ եւ նույն թափով շարունակեն իրականացնել ռազմական հարվածներ, ռազմական գործողություններ, մենք ականատես կլինենք ոչ թե 1 տասնօրյակի կամ 1 շաբաթվա կամ մի քանի օրվա ռազմական գործողությունների, այլ երկարատև ռազմական գործողությունների։ Երկրորդ ոչ պակաս կարևոր խնդիրը, որ կարող է առաջանալ պատերազմական գործողությունների հետևանքով, տնտեսական եւ էներգետիկ ուղիների վերադասավորումն է։ Երրորդը մեծ տերությունների ներգրավվածությունն է, ինչի հետևանքը կարող է լինել այն, որ հակամարտությունը դառնա ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության մաս։ Մինչ այս պահը մենք պարզապես ականատես ենք լինում գերտերությունների եւ մի շարք այլ երկրների կոչերին ուղղված կողմերին հանդարտություն պահելու, ինչպես նաև վառ օրինակը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստն էր, որտեղ նույնպես ոչ մի հստակ հանգուցալուծում չտրվեց խնդրին, այլ պարզապես կողմերին կոչ արվեց հանդարտություն պահպանել։ Մենք այս պահին ականատես ենք լինում նրան, որ տարբեր երկրներ, ինչպես օրինակ Գերմանիան, Ֆրանսիան,
Մեծ Բրիտանիան պահպանում են չեզոքություն Ռուսաստանը, փորձում են ուղիղ ձևով որևէ ներգրավվածություն չունենալ ռազմական գործողություններին, ինչն էլ բնականաբար հասկանալի է, քանի որ կողմերից յուրաքանչյուրը գիտակցում է, որ որևէ ուղիղ ներգրավվածություն կամ որևէ այլ քայլ կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմին։ Այս օրերին շատ հաճախ ամենատարբեր հարթակներում կարելի է լսել, կարդալ այն մասին, որ Հայաստանում բնականաբար խաղաղ է, ամեն ինչ հանդարտ է իրավիճակը, մենք վաստակել ենք այդ խաղաղությունը, Հայաստանում ավելի խաղաղ է, քան օրինակ Արաբական Միացյալ Էմիրություններում, սակայն իրավիճակը դիտարկել քաղաքական տեսանկյունից կամ աշխարհաքաղաքական լրիվ այլ է։ Այսինքն պետք է գիտակցել հստակ մի բան, որ Հարավային Կովկասը ևս կարող է անմասն չմնալ ռազմական գործողություններից, եւ մասնավորապես Հայաստանը, լինելով Իրանի հարևան երկիր, կարող է ուղիղ վնասներ կրել երկարատև ռազմական գործողություններից։ Այստեղ կարևոր է, որ Հայաստանը, լինելով Իրանի հարևան պետություն, որևէ տեսակ ներգրավվածություն չունենա ռազմական գործողությունների մեջ։ Սակայն պետք է հաշվի առնել շատ կարևոր փաստ, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակից կարող է անմասն չմնալ Հայաստանը։ Խոսելով Հայաստանի համար հնարավոր ռիսկերի մասին, կարող ենք առանձնացնել 3 հիմնական եւ հավանական խնդիր։ Առաջին ու ամենակարևոր խնդիրը տարածաշրջանային հաղորդուղիների հետ կապված խնդիրն է, եթե Իրանի շուրջ լոգիստիկ ճնշումները մեծանան, ամենայն հավանականությամբ Հայաստանը կարող է բախվել հարավային կենսական նշանակության կապուղու փակմանը, ինչն էլ կարող է հանգեցնել տնտեսական մեծ ճգնաժամի, խոսքը հիմնականում կապված է Սյունիքի ճանապարհների հետ, որոնց միջոցով Հայաստանը իրականացնում է իր արտաքին առևտուրը, իր էներգետիկ փոխադրումները, եւ բախվելով այս խնդրին մենք կարող ենք ունենալ շատ ծանր հետևանքներ։ Զուգահեռ անցկացնելով կարելի է նշել հետևյալը, որ օրինակ Հորմուզի նեղուցի փակումը շատ ծանր հետևանքներ կարող է թողնել ոչ թե մեկ կամ մի քանի երկրի տնտեսության վրա, այլ համաշխարհային տնտեսության, եւ այստեղ մտածելով, որ Հայաստանը կարող է որևէ կերպ չտուժել, պարզապես անմտություն է։ Երկրորդ խնդիրը, որին կարող է առնչվել Հայաստանը, անվտանգային միջավայրի անուղղակի ռազմականացումն է։ Այսինքն, եթե մեծ տերությունները սկսեն մեծ թափով ներգրավել ռազմական գործողություններում կամ որ նույնն է ռազմական գործողությունները շարունակեն իրենց երկարատև ընթացքը, Աստված մի արասցե, մենք կարող ենք ականատես լինել, ինչպես է Հարավային Կովկասը, մասնավորապես Հայաստանը վերածվում ռազմական գործողությունների թատերաբեմի եւ կրում պատերազմի ուղիղ պատճառահետևանքային կապը իր վրա։ Երրորդ խնդիրը, որին կարող է բախվել Հայաստանը Իրանում տեղի ունեցողի հետ կապված տրանսպորտային նախագծերի վերափոխումը։ Եթե ռազմական գործողությունների արդյունքում տեղի ունենա տարածաշրջանային միջանցքների քարտեզի վերափոխում, ամենայն հավանականությամբ Հայաստանի Հանրապետությունը կամ կկանգնի մեկուսացման ռիսկի առջև կամ էլ կունենա նոր հնարավորություններ։ Այստեղ արդեն հարց է առաջանում, թե ով կդառնա տարածաշրջանային խաղացող ու ով կսկսի վերահսկել երթուղին։ Ինչ է պահանջվում կամ ակնկալվում Հայաստանից տվյալ իրավիճակում։ Այս իրադրությունում Հայաստանը չպետք է վարի կամ քաղաքականություն, այլ պետք է առաջնորդվի այն սկզբունքով, որ որևէ ուղղակի կամ անուղղակի ներգրավվածություն չունենա պատերազմական գործողություններին եւ չներքաշվի տարածաշրջանային ճգնաժամի մեջ ու վերածվի ռազմական գործողությունների թատերաբեմի։ Եվ որ կարևորն է, տվյալ իրավիճակում Հայաստանը պետք է հիշի մեկ կարևոր փաստ։ Իրանի հետ Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները եւ բարեկամական կապը։ Եվ վերջում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերը սկսել են ռազմական գործողությունները վաբանկ գնալու տրամաբանությամբ, կարելի է ասել, որ ռազմական գործողությունները ոչ թե կավարտվեն 1 կամ 2 օր հետո, այլ հնարավոր է շարունակվեն, եթե ոչ ամբողջ մարտ ամսվա ընթացքում, այլ գոնե առաջին տասնօրյակում հավանաբար կպահպանվեն ռազմական այսպիսի գործողությունները։